Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն է, ողջույն, պարոն Մելքոնյան։ Բարև ձեզ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն պատասխանել է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վերաբերյալ իշխանության հրապարակած փաստաթղթեր, մի մեջբերում, ի դեպ նա դառնում է ըստ էության Հայաստանի երրորդ նախագահը, որը այս իշխանություններին ձեզ մեղադրում է հետևյալի մեջ հրաժարվել եք բանակցային այն աշխատանքների արդյունքներից, որ եղել է մինչև 2018 թիվը սկսել եք ձեր կետից, նույնիսկ չեք կարողացել ըստ Սերժ Սարգսյանի Մինսկի խմբին բացատրել, թե որն է այդ նոր կետը, բայց ես ուզում եմ մեջբերել, այժմ Երևանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ, իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը մեջբերեմ իրեն գժի տեղ դրածը սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտություն կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչ չէր հաջողվում երկար տարիներ, որպես կազուս բելլի պատերազմի սանձազերծման առիթ մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ չունի հիմք այս մեղադրանքը, պարոն Մելքոնյան, չէ՞ որ դուք իրոք մադրիդյան սկզբունքներով չբանակցեցիք։ Եթե վերցնում ենք իրական պատկերը, մենք շատ հետ չգնանք։ Կազանի պայմանագրի, Կազանի հանդիպումից սկսենք, երբ որ Կազանում Ալիևը դրված էր սեղանին բանակցային այդ կետերը, Ալիևն այնտեղ եւս ինչքան հիշում եմ 12 կետ ավելացրեց այդ կետերին եւ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որպեսզի Ալիևը համաձայնվեր, բայց Ալիևը չհամաձայնվեց, որովհետև այդ 12 կետերը պահանջեց, որ 12 կետերն էլ մտցվեն մեջ։ Ինքը չի ասում, ինչու բա չստորագրեցին այդ պայմանագիրը, այդ 12 կետերը ինչ կետեր էին։ Դրա մասին էլ ինքը պետք է խոսա, եթե մի էսենց խոսում է։ Մանավանդ որ ասենք այս իշխանությունները, որ ինքը ասում է այս իշխանությունները եւ այլ, Իրանից հետո են ժառանգել են իր բանակցային այդ ամբողջ գործնեությունը։ Ինքը երևի մոռացել է, որ ասեց գնաց Լեռնային Ղարաբաղ եւ դրանից հետո որ այդ հանդիպման ժամանակ ասեց այնպես չանեք, որ Ստեփանակերտ երկենք հետո։ Ինքը ինչը նկատի ուներ այդ Ստեփանակերտ, ինչ որ մի բան նկատի ուներ, չէ, որ եթե այդ գործողությունը չկատարի, ուրեմն Ղարաբաղը դատարկվելու է եւ մնալու է, ասենք, ոնց որ ղարս ենք երգում կամ մնացած մեր քաղաքներն են երգում, նույնը կերկենք Ստեփանակերտի մասին։ Բայց չոր հաշվով նրանք ասում են, ձեզ Ղարաբաղ ենք մենք ժառանգել 7 տարածքներով, պարոն Մելքոնյան։ Չէ, իրանք չեն ժառանգել։ Դուք Այդ իրանց այդ որ ասում է ժառանգել ենք, հա, բան չի չպահեցիք։ Բա լավ բանակցեիք, դա մնար մեզի։ Բան չի դի չեղավ այդտենց։ Կամ ասենք, երբ որ դու ելույթ ունեիր որպես վարչապետ արդեն, ասում էիր մեր բանը արդեն վերջացել է։ Բանակցությունները վերջացել են եւ բանակցությունը կանգնած է։ Կանգնած է այդ բանակցությունները։ Եվ մեր իշխանությունները, որ ասում եք, մեր իշխանությունները ժառանգել են այդ ամեն ինչը, որ բանակցություն չկար, բանակցությունը կանգնած էր, ու Ադրբեջանն էլ բազմաթիվ նոր կետեր էր առաջարկել դրան, ու ոչ մի բան տեղից չէր շարժվել։ Տեսեք, ինքը գիտեք ինչ է ակնարկում, որ ձեր իշխանության թեև դուք այն ժամանակ ԿՊՄ չէիք 20 թվից առաջ հայտարարությունները Ադրբեջանին պատերազմ սկսելու հնարավորություն են տվել։ Հայկական կողմը դիրքավորվել է որպես ապակառուցողական կողմ, նախկին երկու նախագահները Քոչարյանն, Տեր-Պետրոսյանն ասում են դրանով դուք սադրել եք պատերազմ Արցախ-Հայաստանը եւ վերջեւել, Սերժ Սարգսյան սադրել բառը չի ասում, ես չգտա ամեն դեպքում։ Մի խոսքով, պես ասենք, հրավիրել եք հարձակման, ստացվում է, այո։ Չէ, ուրեմն այդ այնքան էլ այդպես չի։ Իրանք նախ այդ որ իրանք անվանում են, որ մենք ենք սադրել, որ մենք ենք սկսել պատերազմը, դա կարելի ասել, որ դավաճանությունն է իրանց կողմից, որովհետև իրանք ինչ ծևի իշխանություն են փոխանցել, ինչ ծևի պայմաններ են եղել,
երբ որ արդեն Ադրբեջանը նույնիսկ 16 թվականին մի հատ փորձեց մեր ուժերը, տենար մենք պատրաստ ենք պատերազմի, թե պատրաստ չենք, թող իրանք էլ 16 թվականի մասին խոսան, քառօրյա պատերազմի մասին խոսան, երբ որ քառօրյա պատերազմին մենք կորցրինք իրենց ասելով 800 հեկտար, բայց 800 հեկտար չէր, այնտեղ 1000-ից ավել հեկտարներ էր, իրանք ուղղակի բան արեն, թե 800 հեկտար է դա, ոչ, այնտեղ 1000-ից 1500 մոտ 2000 հեկտար համար այնտեղ հող էր այդ առաջի ապրիլյան պատերազմի ժամանակ մոտ 2000 հեկտար հող ա տվցվել։ Գնանք, նույնիսկ եթե 4 թվերի դաշտ գնանք, Սերժ Սարգսյանը այդտեղ առավելություն չունի, որովհետև 44 օրյայի արդյունքը ընդհանրապես մենք կորցրինք Արցախը, հա, իսկ նրանց ժամանակ 800,000 հեկտար ողբերգություն էր, բայց մասշտաբները տարբեր են, պարոն Մելքոնյան։ Այդ ժամանակ մենք կորցրեցինք։ Քառօրյա պատերազմին Ադրբեջանը այսինքն հետախուզական կարելի ասել պատերազմ սկսեց, փորձելով մեր ուժերը, մենք կարանք դուրս գանք տակից, թե չենք կարա, մենք կարանք մարտնչենք միջև վերջ, թե չենք կարա։ Եվ ինքը զգացին, որ մենք չենք կարողանա դիմակայենք իրանց քառօրյա պատերազմին։ Եվ իրենք շատ հեշտությամբ համաձայնեցին կանգնեցնել այդ պատերազմը։ Երբ որ իրանք արդեն համաձայնվեցին, կանգնեցին, այսինքն Ռուսաստանը կանգնացրեց այդ պատերազմը։ Շուտ մեր կողմից ու Ադրբեջանի կողմից կանչեց Մոսկվա շտաբի պետերին եւ ստորագրեցին, այսպես ասած, համաձայնագիր ստորագրեցին, որ չեն արձակվելու իրար վրա։ Ու այդ ժամանակ իրանք ժամկետ տվեցին այդ օրվա իշխանություններին, որ արագ ձևով լուծեն 5 շրջանների հարցը, հետո 2 շրջանների հարցը, բայց մենք այդ ընթացքում ոչ մի բան չարեցինք, ոչ մի հարց չլուծեցինք։ Այսինքն Սերժ Սարգսյանը ժամկետ է տրված։ Այո, ժամկետ էր տրված։ Այդ ժամկետի ընթացքում էլ այդ 2 տարվա ընթացքում այնտեղ բանը էլեկտրիկ շարժում սկսեցին իրանք։ Էլեկտրիկը 15 թվին էր, Սասնա ծռերն էր։ Սասնա ծռերը, ներողություն, Սասնա ծռերը բան արեցին, որպեսզի ժամկետները երկարացնեն։ Բայց ինչքան էլ երկարացրեցին, խնդիրը չլուծվեց այդ երկարացնելու։ Իրանք պետք է այդ ընթացքում այդ հարցը լուծեին։ 5 շրջանների հարցը պետք է լուծվեր այդ ժամանակ, բայց իրանք չլուծեցին այդ հարցը։ Եվ այդ ամեն ինչը արդեն տանում էր պատերազմի։ Այդ ամեն ինչը արդեն մեր չկատարած պայմանավորվածությունները տանում էր պատերազմի։ Եվ այդ ժամանակվանից է սկսվել այդ պատերազմի տանելու այդ գործընթացը։ Այնպես չի, որ իրանք գնացին ու բանը 44-յան սկսվեց։ Այդպես չի։ Դա շուտվանից է սկսվել։ Պարոն Մելքոնյան, ելի նշեմ, որ դուք այդ ժամանակ ԿՊ թիմում չեք եւ ես չգիտեմ ձեր տեսակետը այն ժամանակ որը կարող է լինել, որևէ մեկը իրականության եւ փաստերի դաշտի եթե գնաք, չի կարող հերքել, որ ռազմական բալանսը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ահավոր խախտված է։ Ինչի մասին դեպ Սերժ Սարգսյանը Պուտինին ուղղված իր նամակում գրում է եւ մտահոգություն է հայտնում, որ դա կարող է բերել պատերազմի։ Ասենք նրանց ռազմական բյուջեն, եթե 3 միլիարդ էր, դա մեր ռազմական բյուջեից 10 անգամ ավել էր համարյա պետական բյուջեի չափ, էլի դրան էր եկել հարաբերակցությունը կամ կրիտիկական ենթակառուցվածքներով Ադրբեջան 10 անգամ Հայաստանից ուներ առավելություն ըստ 17 թվականի ԱԽ զեկույցի էներգետիկ, ռազմական, տնտեսական եւ այլ ասպեկտներ եթե ավելացնենք 21, բայց դուք իշխանության եք, դուք չէ, Փաշինյանի ձեր թիմը, հա, գալով իշխանության եւ հարաբերվելով այս թվերի հետ։ Արժեր ասել Արցախ Հայաստանը եւ վերջ։ Միգուցե պետք էր այո գնալ այդ 5 տարածքները հանձնել եւ հասկանալ դրանից հետո ինչ է տեղի ունենում։ Ռուսները մտնել միգուցե օգնեին։ Անհամարժեք չի եղել իշխանության վարկագիծը ունենալով այսպիսի թվեր։ Ինչ եք կարծում։ Չի, նախ ուրեմն մի հատ հասկանանք ռուսները ինչի երես թեքեցին մեզանից։ Եկեք ձեզնից խոսենք, հետո ռուսներից կխոսենք անպայման։ Չէ, հենց խոսքը դրանում է։ Ռուսները մեզանից երես թեքեցին եւ մեր ռազմական դաշնակիցը իրենք էին եւ իրենք մոտ 5 միլիարդի զենք տվեցին Ադրբեջանին, հարձակողական զենքեր։
ու իրանք համարեցին, որ այդ զենքերը տալիս են մեզի Ադրբեջանին, բիզնես են անում։ Չէ՞ որ այդ զենքերը Ադրբեջանը առնում էր Հայաստանի վրա հարձակվելու համար։ Կնայեք, առավել եւս, երբ որ մեր դաշնակիցը մեզ դավաճանել էր, այսպես ասենք, բա մենք չենք հասկանում, որ մեր դեմ ինչ դավադրություն է հյուսվում։ Մեր այդ նախագաները այդ ժամանակվա 10 թվական, 8 թվական, 11, 12 թվականներին այդ զենքերը որ ծախվում էր Ադրբեջանին զինում էին իրանք։ Մեր նախագաները բարձրացրեցին մի օր արս թե մեր թշնամուն դու զինում եք։ Սերժ Սարգսյան բարձրացրել է, բայց արդյունք չի տվել, էլի շարունակել են զինել։ Որովհետև իրանք երես են թեքե մեզանից արդեն։ Ռուսաստանը մեզանից արդեն երես էր թեքե։ Ինքը արդեն պաշտպանում էր Ադրբեջանին։ Եվ մեր այդ բալանսը, որ ասում եք, այդ բալանսը շուտվանից էր խախտված։ Երբ որ արդեն իրանք միլիարդներով զինվում էին, իսկ մեր, ասենք, բյուջեն 200-300 միլիոն էր, բանակի բյուջեն, ու մենք նաև հույսով էինք, որ, ասենք, Ռուսաստանը մեզ կօգնի, որտեղ մեր անվտանգության նաև երաշխավորը Ռուսաստանն էր։ Բայց մենք տեսանք, թե ինչ եղավ։ Եվ որ ասում եք սադրեցին։ Ես չեմ ասում, վերականգնում եմ նրա մեղադրանքը։ Հա, ասում եմ իրանց ասածով սադրել ենք։ Իմի ասենք, ես վերցնենք, մենք այդ պատերազմը անխուսափելի էր ու պետք է լիներ։ Մենք մենակ Ադրբեջանի դեմ չենք, որ կռվել ենք, մենակ Ադրբեջանը չէր։ Այնտեղ Թուրքիան էր, այնտեղ Պակիստանն էր, այնտեղ Իսրայելի ամբողջ տեխնիկան էր, իրենց կառավարիչներով, վարձկաներ էին, որը եկել էին ուրիշ երկրներից, հազարավոր, այսինքն մենք չենք կարա դիմակայել։ Իսկ եթե 5 կամ 7 տարածք տայինք Արցախի անհասկանալի կարգավիճակի դիմաց, չենք կանխի պատերազմը կամ էթնիկ զտումը, չէ՞ որ նաև նախկին իշխանությունը հենց ձեզ դրա մեջ են մեղադրում, որ սա շանս էր Արցախը հայկական պահելու։ Հանձնենք այդ տարածքները։ Բայց շանսեր անեին իրանք։ 20 տարի ղեկավարել են, 20 տարի Արցախցին ա ղեկավարել Հայաստանում։ Բա ինքը թող բան աներ, լուծեր այդ հարցերը։ Ով էր իրանց դեմ կանգնելու։ Ոչ ոք չէր կարա կանգնել, ասեր Քոչարյան, դու ինչ սխալ բաներ ես անում, կամ Սերժ Սարգսյան, դու ես բանը ոնց ես անում։ Իրանք ինչ ուզենային, այն էլ կանեին։ Թողանեին այդ 20 տարում չարեցին ու եկավ 20 թվականը ու մի անգամից այս պատերազմը սկսվեց ու հիմա իրանք արդեն ուզում են արդարանան, ոչ, իրանք արդարացում չունեն։ 20 տարի բանակցել են։ 20 տարում պետք է իրանք այդ հարցը լուծեին։ Այդ 5 շրջանի հարցը պետք է լուծեին, այդ 7 շրջանի հարցը պետք է լուծեին։ Իրանք պետք է անեին։ Իրանք արդարացում չունեն։ Իրանք են արել այդ ամեն ինչ։ Ես պատերազմն էլ, ամեն ինչն էլ իրանք է բերես երկրի գլխին։ Ու իմի որ ուզում են բաներ անել, չի լինի։ Իրանք արել են այդ ամեն ինչը։ Իրանք կարային բանակցեին, իրանք կարային այդ 5 շրջանների հարցը լուծեին։ Երբ որ 98 թվականին դրած էր փաթեթով այդ հարցը լուծել, այդ ժամանակ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, այս հարցը պետք է լուծվի անպայման, որտեվ ամբողջ աշխարհն է ստիպում մեզի, որ պետք է այդ բանը լուծվի։ Ու բայց չլուծվեց, ինչի չլուծվեց։ Ասում էին ոչ մի թիզ հող։ Բայց ո՞նց եղավ որ թիզը դարձավ ամբողջ Արցախի տարածքը։ Դե Սերժ Սարգսյանը ուզում էր երրորդ ժամկետ գնալ, որ հարցը լուծվեր եւ Կարեն Կարապետյանին վարչապետից փոխվարչապետ էին դարձրել, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ եւ հարցը լուծվի, որովհետեւ նա մտավախություն ուներ եւ մինչդեռ Հակաղարաբաղյան շարժումը 2018-ին հաղթեց, Փաշինյանին իշխանության բերին օտար ուժեր Արևմուտքից եւ Ռուսաստանից եւ Ղարաբաղյան հարցը լուծեցին ընդդեմ Հայաստանի։ Բոլորը, այո, արտաքին ուժերը։ Արտաքին ուժերը մեր ժողովուրդը արտաքին ուժ է։ Չգիտեմ, դե ռուսական բիզնեսների ներկայացուցիչներ կային փողոցներում։ Չէ, 18 թվականը դուք հիշում եք, այո, որ ամբողջ ժողովուրդը ոտի էր կայնը։ Մինչև 18 թվականին
Ուրեմն Հայաստանից ոչ մի մարդ չի կարանձի ապացուցի, որ ինքը հույս ուներ, որ իշխանությունները կգնային։ Դու հույս ունեիր օրինակ, որ այս իշխանությունը կարող է փոխվել, այդ իշխանությունները, օրվա իշխանությունները կարող է փոխվել։ Օրինակ ես չեմ հավատացել, ու ես չեմ էլ տեսել, այդ բանը թույլ լույս չեմ տեսել, որ կարող է այդ ժամանակվա իշխանությունը փոխվեր։ Ասում եք թող լուծեին, ես էլ ասում եմ լուծում էին, բայց բռնազավթվեց ձեր կողմից իշխանությունը կամ ժողովրդի կողմից բռնազավթվեց։ Չեմ կարող ասել այդ 20 տարում չլուծեցին, 6 ամսում կլուծեին։ 20 տարի չկարացին լուծեին։ Չուզեցան լուծեին։ Այդ 19-ի պլանը ինչու դուք չեք բանակցել, պարոն Մելքոնյան։ Բանակցող պետք է լիներ, որ բանակցենք, ում հետ բանակցենք։ Ադրբեջանի եւ համանախագահ։ Ադրբեջանը մեր հետ համանախագահները պետք է այդ հարցը բանանեին։ Բայց 19 թվականին արդեն համանախագահ էլ չկար։ Հարց լուծող էլ չկար։ Բա Ռուսաստանը միշտ հարց լուծող մեր ամբողջ ցավն ու դարդն է, որ այդ ամբողջ ընթացքում մենք մեր հույսը դրել էինք Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը պետք է միջնորդեր, Ռուսաստանը պետք է լուծեր։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է Ռուսաստանով եթար, ամեն ինչով։ Դրա համար իրան Ռուսաստանին պետք է, որ այստեղ անկայունություն լինի, մեր ու Ադրբեջանի մեջ, անկայուն պետք է լինի ամեն ինչը, որ ինքը կարողանա տիրանա ամեն ինչին։ Ինքը ռեգրուպկեն անի։ Ինքը շախմատ էր խաղում մեր երկու պետությունների հետ։ Իսկ հիմի տեսնում եք, մի հատ օրինակի համար հիմի տեսնում եք, մենք անմիջապես շփում ունենք իրար հետ եւ արդեն մոտ է խաղաղությունը։ Հիմի մեր նույնիսկ հասարակական կազմակերպությունները իրար հետ շփվում են։ Իրենք գալիս են մեր մոտ, մենք մերոնք գնում են այնտեղ։ Անմիջապես է հիմի կապը։ Մեր փող վարչապետը գնաց իրանց մոտ, այնտեղ պայմանագրեր կնքեց, իրանց փող վարչապետն եկավ մեր մոտ։ Հիմի այսենց արդեն անմիջապես մենք շփվում ենք իրար հետ ու տեսնում ենք, որ իրար վրա հարցակելու բան չունենք մենք։ Այդ խոսակցականը, որ կա, խոսակցականը միշտ էլ լինելու է։ Այդ մարդիկ իրանց երկրում պետք է խոսան, որ իրանց ժողովուրդը իրանց ընդունի։ Նկատի ունեք Զանգեզուրի միջանց, Կարամտյան, Ադրբեջան, դա մտահոգիչ խոսույթ չի։ Ձեր պատասխանը ինչպիսին է, հաճախ իշխանությունը քննադատվում է, որ նույն ագրեսիվությամբ պատասխան չկա, եւ դա թուլություն է։ Ինչ պետք է պատասխանենք։ Ինչ որ պետք է, օրինակ, Այդ Բաքուն բագարան կոչեք օրինակ, ինչու ոչ։ Բաքուն մեզի պետք է որ բագարան կոչենք, ի՞նչ է փոխում դա։ Բաքվի բագարան կոչելը ի՞նչ է փոխում մեզ, ի՞նչ է տալիս մեզի։ Այսինքն մենք հիմա գնում ենք խաղաղության։ Ուզում ենք խաղաղություն լինի մեր երկու պետությունների մեջ։ Խաղաղության գնալու համար ոչ թե ասենք այն բանը, որ Ալիևը ասում է գոք չա եւ այլ, ինքը ասում է քարտեզներում, ասենք քարտեզներով եղելա գոք չա։ Այն քարտեզներով, որ ինքը տեսել է գոք չա, բայց այդ քարտեզներով Ադրբեջան չկա։ Ադրբեջան չկա այդ քարտեզներով։ Հիմի մենք կախվենք այդ քարտեզների պոչից ու բան անենք, երբ որ հիմի ամբողջ Եվրոպան, Ամերիկան տանում են խաղաղության։ Տիգրան Մեծի քարտեզը ցույց տվեք։ Տիգրան Մեծի քարտեզը Ռոմում կա այնտեղ։ Պատեն կպցրած, ով որ կասկածում է, թող դա տեն այնտեղ, կա ինչ պետություններ կան։ Մենք վստահ ենք, չէ, որ մենք եղել ենք, կանք ու կմնանք։ Դրա համար այսօրվա դրությամբ մեզ ամենաշատ պետք է խաղաղություն։ Որ պետք է մենք հասնենք այդ խաղաղության։ Խաղաղության հասնելու համար էլ հայոյանքներով չեն գնում խաղաղության։ Այլ պետք է բարեդրացիական հարաբերություններ ունենանք։ Տեսեք, այս վերջի ժամանակներս, որ Ադրբեջանը ճանապարհ տվեց, ծորեն եկավ Հայաստան։ Ուրեմն ամբողջ խնդիրը նավթ գնելու բանակցություն կա։ Ամբողջ խնդիրը ուրեմն այդ ճանապարհը բացելու խնդիրներ, որ իրանք բացեցին։ Հետո այս ամբողջ ընդդիմությունը ասեց, երրորդ կարգի ծորեն են բերե, չորրորդ կարգի ծորեն են բերե։
Այն մարդն ինչ բերել են, կարևոր ճանապարհի խնդիրն է, որ բերվել է։ Այսօր 4-րդ կարգ են բերել, վաղը առաջի կարգա պետք մեզի։ Առաջի կարգ բերեն։ Երկրորդ կարգը պետք, երկրորդ կբերեն, ինչ որ պետք է բերելու։ Դե Ռուսաստանն էլ շատ մտահոգված էր, որ Հայաստանը այստեղից այնտեղից ցորեն է գնում։ Նրանց արտաքին հետախուզական ծառայությունը Շերը չէին քնում իրանք, մեր ցորենի համար։ Ինչ է կարծում։ Ասում են, ինչի պիտի Ղազախստանից ցորեն տանենք, մենք աղբերենք, մենք եղբայրական ժողովուրդ ենք, ավելի լավ է Ռուսաստանից ցորենը տարեք։ Ինչ է գնում Ղազախստան, չէ՞։ Ուկրաինա են ասում, բայց կապ չունի իրականում, եթե նկատում են, որ թեքվում ենք դեպի Եվրոպա, Ռուսաստանից կտրվում ենք եւ Եմեն կարող է մեզ փող տա, որ ուկրաինական ցորեն գնենք ռուսականի փոխարեն։ Այս մտահոգությունները ինչով եք դուք պայմանավորում Ռուսաստանից եղած։ Էդի մենակ Մարիա Զախարովան կարաս։ Չէ, սա արտաքին հետախուզական ծառայությունն է, լուրջ կառույց ասում են։ Հա, էլի լուրջ կառույց է, եւ այս կառույցը, որ մենք ստեղծեցինք, ու շատ կարեւոր է էդի հիմի մեր երկրի համար։ Ու այդ կառույցը իրան արդեն արդարացնում է։ Իսկ ինչ վերաբերում է այդ ցորեներին, հիմա ասենք բանա, նավթի խնդիր կա, որ Ադրբեջանը ուզում է մեզ բենզին վաճառել։ Դա քիրվայություն չի, պարոն Մելքոնյան։ Քիրվայությունը բարեկամության նման մի բան է, չէ՞, քիրվայությունը։ Թե խավոր սաներության հետ է։ Մեզ մոտ հայհոյանքի պես մի բան է հնչում։ Հայհոյանք, դա հայհոյանք չի։ Չէ, նկատի ունեմ քաղաքական դիսկուրսում, երբ որ ուզում են ինչ-որ մեկին հայհոյել, ասում են դու թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայություն ես։ Քիրվայություն եք անում։ Այսինքն Պետրոսյանին են այդպես պիտակավորում ժամանակին, հա։ Բայց քիրվայությունը էդի ոնց որ ասած այսպես բարեկամական մթնոլորտ ստեղծելն է։ Երբ որ իրանք մեզ առաջարկում են, հիշում եք, երևի մի տարի առաջ, երբ որ խոսում էինք այս թեմայով, այտենց մի հատ հարցել տվեցիք, որ հնարավոր է կայենից պա, որ Ադրբեջանը մեզ առաջարկի գազ, մեզ առաջարկի բենզին, վառելիք, որ ասում էի, օրինակ ես ասում էի, որ շատ հնարավոր է։ Առևտուր է, իր պետությունը փող պետք է աշխատի ուրեմն, ինչ ձևի ելնի, իրանք ուզենան փող աշխատեն, շատ փող ունենան։ Հիմա դրանք ում պետք է աշխատեն։ Հիմա եթե մեզ իրանք բենզին են վաճառում ավելի էժան գնով, քան թե մենք հիմա տարբեր տեղերից ձեռք ենք բերնում, դա մեզի օգուտ է, թե օգուտ չի։ Կա վտանգ, որ Ռուսաստանից կկտրվենք։ Ինչի կկտրվենք։ Ռուսաստանից էլ ենք մենք գնում այդ նույն ցորենը, նույն վառելիքը, եթե Ադրբեջանը ավելի էժան է մեզ տալիս այդ ամեն ինչը, այնտեղից էլ կգնենք, Ղազախստանից էլ կգնենք, բոլոր տեղերից էլ, որտեղ որ մեզ առաջարկում են ավելի մաչելի գներով, մենք ամեն տեղից էլ պետք է վերցնենք։ Մենք չպետք է ասենք, որ էսի, օրինակ բանը Իրանից, եթե մենք գազ բերենք, գազ բերել ենք արդեն, բայց գազը այդ գազամուղը մերը չի։ Բայց ասենք հնարավոր նաև երկրորդ գիծ բան անենք, գազ բերենք մեր երկրի համար։ Վատ է դա։ Նայած ում համար։ Հայաստանի համար։ Խողովակի տիրոջ համար, այո, որովհետև այդ խողովակը եթե մի քիչ մեծ լիներ, Հայաստան կարող է տարանցիկ էլ լինել։ Այ հիմի պետք է ասենք, պարոն Քոչարյան, խողովակն ինչի փոքրացավ։ Երբ որ այնտեղ խողովակը պետք է լիներ 1500, դարավ 700, կեսով չափ։ Ու հետո են վաղ արդարացնում են, որ այդ 700-ը Հայաստանին հերիք է։ Այսինքն եթե 1500-ը կար, մենք նաև արտահանեինք այդ, վատ կլներ մեր երկրի համար։ Հենց համաձայնվան, որ 700 տան ու խողովակն էլ տան ռուսներին։ Ու իրանք շուտ վազեցին, պայմանավորվեցին, ինչի տվեցիք այդ խողովակը ռուսներին։ Այս հարցերին իրանք դու պատասխանեն։ Պատերազմը եղել է 44 օրյա պատերազմ եղել է։ Ուրեմն մենք պարտվել ենք, որովհետև 4 պետության դեմ ենք կռվել ու չենք կարողացի հաղթել, պարտվել ենք։ Երբ որ 90-ական թվականներին մենք հաղթել ենք, մենք մենակ կռվել ենք համարյա Ադրբեջանի դեմ։ Ու Ադրբեջանի, ասենք, բնակչության տիպը կրկնակի ավել է եղել մեզնից։ Իրենց
ռազմական տեխնիկան 2-3 անգամ ավելի եղել է մեզնից։ Կռվել ենք, հիմա ժամանակ են կռիվներ, հիմա ուրիշ կռիվ է։ Հիմա արդեն մենք մեր ռազմաարդյունաբերությունը զարգացրել ենք, զարգացնում ենք, չենք բավարարում ձեռք բերածից, նորից զարգացնում ենք, ամեն ինչ անում ենք։ Պարոն Մելքոնյան, կներեք, դուք որպես նաև 44-օրյա հետաքննող հանձնաժողովի անդամ, դա իհարկե մեծ հետաքննություն է եղել, ընդդիմությունը կասկածի տակ է դնում դրա օբյեկտիվությունը, թեև նաև կա մեղադրանք ընդդիմության կողմից, որ դուք չեք հրապարակում այդ զեկույցը, որ թաքցնեք այն ինչ որ արդեն իսկ հայտնաբերվել է, որ Փաշինյանի կառավարությունը այնքան լուրջ սխալներ է թույլ տվել, որ անգամ դուք չէիք կարող դրանք թաքցնել եւ հիմա դա չի հրապարակվում, որ เป զի այդ սխալները ժողովուրդը չիմանա։ Այդ ձեր եզրահանգումը այդքան պատմություններ լսելով, փաստաթղթեր կարդալով եւ տեսանյութեր դիտելով, որն է պատերազմի, պարտության, արդյոք իշխանություն որևէ մեղք չուներ այսպես։ Ուրեմն դիմության հետ կապնված, որոնք բողոքում են այդ մաներին ասում, իրանք կային մասնակցեին, այնտեղ վարչապետն ա եղել, այնտեղ եղել են զորահրամանատարներ, բոլորն այնտեղ են եղել, կային իրենք, հարց տային։ Իրենց հուզող հարցերը լրիվ այնտեղ բարձրացնեին ու հասկանային ինչա կատարվել, որպեսզի հիմի այդ պատերի տակի խոսակցությունը արդեն իրանք այս արին, բա գայեք չթողնեինք, որ մենք անեինք, չթողնեիք, գայեք նստեիք այնտեղ 3-4 հոգով, գայեք 4 հոգի եք, գայեք նստեիք ու ասենց ոնց որ ասում է քյալա տայիք, հարցերը դու վերցնեիք ձեր հարցերը բոլոր դու տայիք, մենք էլ ուշադիր կլսեինք ձեր տված հարցերին, պատասխանողն կպատասխաներ ձեր հարցերին, ոչ թե հիմի չեք եկել, չեք մասնակցել դիտավորյալ, որ այսօր նմանատիպ հարցեր բարձրացնեն։ Այդ 44-օրյա քննիչ հանձնաժողովը հիմի աշխատանքներ են տանում, որ բաներ կա ներկայացնեն ժողովրդին։ Կա, այսինքն աշխատանք չի փակված, շատ հնարավոր է, որ դետալներ կան, որոնք ասենք գաղտնի բնույթ չեն կրում, իրանք ներկայացնեն ժողովրդին։ Այսինքն դուք հիմա զատում եք, հա, զեկույցից ինչ կարելի է ներկայացնել, ինչ չէ, ճիշտ հասկացա։ Մենք զեկույցը ներկայացրել ենք։ Հիմա այդ զեկույցի վրա համապատասխան մարմինները աշխատում են։ Հասկանալու թե ինչ կարելի է ինչ կարելի է հրապարակել, ինչ կարելի է չհրապարակել։ Ես այդքան ման ունեմ, տեղեկություն ունեմ։ Այսինքն այնպես չի, որ արխիվներում կփոշոտվեն այդ տվյալները։ Չէ։ Իսկ այն մարդիկ, ովքեր գաղտնիության բան ունեն, դոստուպ ունեն, թույլտվություն ունեն, իրանք կարան գնան այնտեղ դրած, այդ ձեր ասած մարդիկ, որ կային ընդդիմության, թող այդան նստեն, այդ ամբողջը ընթերցեն, ծանոթանան, որպեսզի այսպես բաներ չխոսան, որ ասենք մենք գնացենք, ծածկադամ փոցենք, արե բան ենք արե, թող կան իրանք գնան նստեն այնտեղ նայեն։ Իրանք թույլտվություն ունեն գաղտնիության, թող այդան նստեն լրիվ նայեն ու ինչ որ բան, եթե կնկատեն, թող բացահայտեն։ Իսկ գլխավոր եզրահանգումը ձեր որն է պարտության, էլի։ Չէ որ Սերժ Սարգսյանի այսօրվա մեղադրանքները ձեզ կամ երեկվա մեղադրանքները Սերժ Սարգսյանի եւ բոլոր նախկիններին այն մասին են, թե ով է ոչ միայն սադրել պատերազմ, այլ ինչու ենք պարտվել, որովհետեւ բանակցությունները ձախողվեցին եւ դրանից շատ չխոսենք, ռազմական կոմպոնենտի մասին կուզեի խոսենք։ Ուրեմն համար առաջինը մեր բանակը պատրաստ չէր պատերազմին։ Պատրաստ չէր։ Մեր ռեզերվը, որ պետք է համալրում կատարեր, պատրաստ չէր։ Մեր հակաօդային միջոցները պաշտպանված չէին, որովհետև հենց պատերազմը սկսելուց իրանք առաջ երթին մեր հակաօդային միջոցները շարքից անեցին։ Պատրաստ այդ մասով ուրեմն նորից եմ կրկնում, որ ուժերը անհավասար էին, թե տեխնիկայի, թե ռազմական տեխնիկայի, թե դրոնների, թե ամեն ինչի
կարելի ասել մենք համարյա դրոն չունեինք, բայց իրանք լրիվ անօթաչուների պատերազմ մղեցին մեր հետ, անօթաչուների, որը իրանք տարիներով պատրաստվել էին դրան։ Իսկ մենք չէինք պատրաստվել ուղղակի։ Ու նմանատիպ շատ բաներ էլի, որ հիմնականը, որ ուժերը հավասար չէին ու մեկին երևի կարելի ասել մի 40-ներ։ Մարդկային Թե մարդկային, թե տեխնիկան, թե ռազմատեխնիկան, թե անօթաչուները, այդ ամեն ինչը։ Օդուժը, մենք ասենք գտնվում ենք Քյալբաջարի հատվածում, ինքնաթիռները գալիս էին, ռմբակոծում էինք, մենք չունեինք միջոցներ, որ այդ ինքնաթիռներին խփեինք։ Չկար միջոցներ։ Իսկ եթե մենք ու այն միջոցները, որ կար, արդեն միջոցների մեծ մասը շարքից դուրս եկած էր։ Ինչի չենք ասում այդ ամեն ինչը։ Բան չի մենք այդ ամբողջ տարիների ընթացքում 18 թվականին մենք տեսանք, չէ՞, անօթաչուները ինչ արեցին 16 թվականի քարորիայի ժամանակ։ Բա մենք այդ 16-ից գոնե 18 թիվ քանի հատ դրոն ձեռք բերեցինք, քանի հատ անօթաչու սարք ձեռք բերեցինք։ Թող ասեն քանի հատ եք վերցրել։ Երբ որ ասում ես, ասում եմ մինչև 25 թիվ մենք պլանավորել էինք, այսքան պետք է առնենք։ Բա մինչև 18-ը քանի հատ եք առել։ Կամ ասենք համեմատենք այն ժամանակ մեր ռազմական բյուջեն, այսօրվա հետ համեմատենք, համեմատելի է 10 անգամներով ավել է։ Իսկ հիմի մենք ոչ մի բանի դեմ կանգ չենք առնում։ Ամեն ինչ էլ աշխարհի այն ամենա հզոր պետությունները, որոնք զբաղված են զենքերի արտադրությամբ, մենք նրանց հետ պայմանագիր ունենք, պայմանավորվածություն ունենք, որ ձեռք ենք բերում այդ ռազմատեխնիկան։ Համալրում ենք, բանակը բարեփոխում ենք, ամեն ինչն ենք ձևափոխում բանակի։ Ոչ միայն ասենք ամենաառաջինը մենք կարողանում ենք մարդկանց տրամադրել, իրանց բան փոխենք, մեր զինվորը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, ասենք տեխնիկա ենք բերել, այդ տեխնիկան պետք է օգտագործվի։ Դրա համար մի 3 ամիս կուրսեր են պետք, որ իրանք սովորեն այդ տեխնիկային, այդ նորագույն, ասենք արտասահմանյան տեխնիկային։ Եվ հիմի գնում են սովորում են, նույնիսկ որտեղից որ պետությունից որ բերում ենք, նույնիսկ այնտեղ ենք ուղարկում, գնում են, ծանոթանում են այդ տեխնիկայի հետ, նոր այդ տեխնիկան մենք արդեն երբ որ ունենում ենք այստեղ, արդեն նաև դրանց հաշվարկները կան, պատրաստի հաշվարկները կան, որ պետք է օգտագործվի այդ ամեն ինչը։ Այնպես որ սարերի ու ծորերի տարբերություն կա։ Ու մենք այսքան որ փնովում ենք բանակին ես, մենք պետք է կարողանանք բանակին օգնենք, հզորացնենք բանակին։ Ասում եմ Տերն է զորավոր սարքում, չէ՞։ Պետք է մեր ժողովուրդ պետք է բանակի մեջքին կայնած լինի, որ մեր բանակը մենք սարքենք զորավոր։ Այս հենց խնդիրներ ունենք մենք։ Թե չէ ասելով այն չէ, այդ հենց բան դուրս չի գա։ Ոնց որ բամփասանքի նման բան է դուրս գալիս էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մելքոնյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Գագիկ Մելքոնյանին։